Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը երբեք չի սպասել, որ նոր ընտրական օրենսգիրքը պետք է թույլ տար նվազեցնել իշխանության վերարտադրության հնարավորությունները կամ ուժեղացնել վերահսկողական մեխանիզմը։ Քաղաքացիական պայմանագրի վարչության նախագահ Արայք Հարությունյանն ասում է, որ նոր ընտրական օրենսգրքի նախագծում կան մտահոգիչ նորարարություններ։ Դրանք են յուրաքանչյուր ընտրական տեղամասում միաժամանակ գտնվող դիտորդների ու լրագրողների թվի նվազեցումը, ընտրական հանձնաժողովի կողմից դիտորդներին ու վստահված անձանց դուրս հրավիրելու լիազորության տրամադրումը։ Հարությունյանը կարծում է, որ նշված դրույթներով իշխանությունը փորձում է ընտրական օրենսգրքի ավելի խոշոր բացերը քողարկել, բայց այնուամենայնիվ նոր օրենսգրքում աղմուկ բարձրացրած կետերը չեն լինի։ Բայց դրա փոխարեն կմնան մի շարք այլ առավել լուրջ խնդիրներ, մասնավորապես ընդդիմությունը նախկինում անընդհատ խոսել է ցուցակների հրապարակման հետ կապված, խնդրի մասին, մատերի թանաքոտման հետ կապված խնդրի մասին եւ անցած տարվանից այդպես առաջացել է եւս մեկ խնդրեմ ID քարտերով, նույնականացման քարտերով քվեարկության խնդիրը, որը մեծ շփոթմունք էր առաջացրել հանրաքվեի ժամանակ, որովհետև ուրեմն ռեալ մեխանիզմներ չկար վերահսկելու մարդկանց, ովքեր կարող են նույն ID քարտով տարբեր տեղեր կրկնակի քվեարկել։ Այս մի sense խնդիրների փունջ է եւ ինձ համար տարօրինակ է, որ առավել էս երկուսի վրա են կանգնում, բայց այն հիմնական խնդիրները առայժմ չի քննարկվում։ Քաղաքացիական պայմանագիրը հայտարարել է, որ պատրաստում է խորհրդարանական ընտրություններին ու պատշաճ վերահսկողություն սահմանելու համար նախատեսում է յուրաքանչյուր ընտրական տեղամասում ունենալ 3 վստահված անձ։ Այժմ ընտրական օրենսգրքի նախագծով ընտրական հանձնաժողովը կարող է դուրս հրավիրել այդ վստահված անձանց։ Ինչ մեխանիզմներով կարող է քաղաքապայմանագիրը դիմակայել իրադարձությունների նման ընթացքին։ Մտահոգությունը կա, մտահոգությունը կիսում ենք, բայց պետք է այդպես այնպիսի իրավիճակ ստեղծենք, որպեսզի տեղերում, որպեսզի եւ մեր վստահված անձինք պետք է այնպիսի իրավիճակ ստեղծեն, որը թույլ չի տա հանձնաժողովի անդամներին նրանց դուրս բերել այդ տեղից, դա կլինի եւ ամբողջ այդ process-ը նրանց դուրս բերման տեսանկարը հանելու միջոցով, այդ խնդիրը ներկայացնելու, այսինքն ստանալու իրավական ապացույցներ, որ նրանց դուրս բերումը տեղամասերից անօրինական է եղել։ Հարությունյանն ասում է, որ խորհրդարանում падգամավոր Նիկոլ Փաշինյանի միջոցով քաղաքապայմանագիրը բարձրացնելու է իր մտահոգություններն ու փորձելու է առավելագույնս իշխանություններին զիջումների մղել։ Նրա խոսքով ազգային ժողովում ընտրական օրենսգրքի ընդունումից հետո 6000 վստահված անձ հավաքագրելու իրենց ծրագիրը կհարմարեցնեն նոր պայմաններին։ Տարբեր երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, օրինակ Խորհրդային Միության ժամանակ 90 թվականին Հայոց համազգային շարժումը Գերագույն խորհրդում մեծամասնություն վերցրեց ամենավոչ ժողովրդավար օրենսգրքի պայմաններում, այսինքն բոլոր օրենսգրքերի պայմաններում հնարավորություն կա գտնել մեխանիզմներ վերահսկելու եւ ուրեմն հաղթելու այդ ընտրություններում։ Քաղաքացիական պայմանագրի վարչության նախագահ վիճահարույց է համարում նաև խորհրդարանական ընտրություններում կուսակցությունների համամասնական ցուցակում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ընդգրկումը։ Նա ասում է, որ քաղաքական ուժի համար բարդ խնդիր է մոտ 2000 հոգանոց քրդական կամ ասորական համայնքից գտնել մարդիկ, ովքեր կցանկանան ընդդիմադիր կուսակցության ցուցակում հայտնվել։